Տիկին Ջերբեջանը ստեղ։ Մի վարկյան եկալ այս ժողովուրդ ջան։ Աղբյուրը։ Сейчас մամերքին ինֆորմացիա է, սա բան Ռուբինյանին չկանելու։ Մի վարկյան Ռուբինյան, բայց մի վարկյան սպասում։ Գործունեություն չէ, ոչ։ Ամեր տաղավակ։ Հաստատ բոլորը Բանի չասեցին։ Ձեր նախագիծը առաջին այդ հարցը տվեք նա դրա մասին խոսամ էլի, որ մարդիկ իմանան։ Լավ, կհարցնենք, բայց ուրիշ թեմայով սկսենք, էլ հետո կհարցնենք։ Պարոն Ռուբինյան, հայտնի է, որ Ալիջանի անցակետը թուրքական կողմը նաև այդտեղ բանը ավարտել է կամ ավարտին է մոտենում, այնտեղ ինչ-որ աշխատանքներ են ընթանում։ Ես կխնդրեմ ձեզ ներկայացնեք հայ-թուրքական գործընթացում առաջիկայում ինչ նորություն է սպասվում, որովհետև երկար ժամանակ այսպես սպասում կա, այսինքն խոսվում է այդ մասին ամեն դեպքում, որ առնվազն այն պայմանավորվածությունը, որ տևական ժամանակ ձեռք է բերված երրորդ երկրների համար սահմանը բացել, ի վերջո կյանքի կկոչվի։ Կարող եք հայտնել դրա վերաբերյալ կա արդեն հստակ ինչ-որ ժամկետ, որ իսկապես դա տեղի կունենա։ Դուք ճիշտ եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջան անցակետը եւ ովքեր որ չգիտեն, Ալիջանը այսինքն մեր կողմից Մարգարեի անցակետն է, իրենց կողմից Ալիջանի, ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ։ Բայց նույնիսկ ժամկետներ ես թույլ տվեք հիմա բան չասեմ, որովհետեւ ես ուզում եմ հայտնել որևէ բան, երբ որ դա տեղի ունենա։ Այսինքն կա պայմանավորվածություն, որ պայմանավորվածություն 2000, չէ, պայմանավորվածություն կա դեռ 2022 թվականից, որ պետք է երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համասահման բացվի, այլ բան հիմա թույլ տվեք չասեմ, երբ որ ժամանակը կա։ Լավ, մի հարց ժամկետների մասով չէ, բայց ազդակները կամ գործընթացը գնում է դեպի արագ այդ հարցի կարգավորման, այսինքն միայն կասեմ այն, որ հրապարակային է եւ տեսել եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը։ Պարոն Ռուբինյան, ինչպես եք վերաբերվում կամ ինչպես եք գնահատում այն դուք լավ Հա, եկեք։ Էրդողանը ասում էր, որ տարվա սկիզբ 2026 թվականի սկզբում խորհրդանշական քայլեր են լինելու, դուք այս տրամաբանության մեջ եք տեսնում եւ ավելին չպետք է սպասել։ Սիրելի գործընկերներ, ես ուղղակի հիմա չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ոչ թե որովհետեւ ինչ որ թաքցնելու բան ունեմ կամ չեմ ուզում ձեզ ինֆորմացիա տալ, այլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ որ բան լինի, այդ ժամանակ հայտնել։ Ես չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տալ։ Մի րոպե ստեղական քայլերի մեջ մտնում եք գերիների վերադարձը։ Գերիների վերադարձը Ադրբեջանից է։ Պարոն Ռուբինյան, իսկ հնարավոր է երրորդ երկրների հետ սահմանի բացումը զուգորդվի առհասարակ հայ-թուրքական սահմանի բացմամբ, թե ամեն դեպքում այս process-ը ենթադրվում է կամ տրամաբանությունը շարունակվելու է այս փուլային տարբերակով։ Եթե մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ հենց վաղ եւ հաստատված դիվանագիտական հարաբերությունները հենց վաղ է եւ այս առումով մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, բայց այնուամենայնիվ մենք ունենք նաեւ հստակ պայմանավորվածություն 2022 թվականին ձեռք բերված երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանձնագրեր կրող անձանց համալսարանը բացելու վերաբերյալ եւ հույս ունենք, որ շուտապույտ իրականացվի։ Ես նկատի ունեի բանակցային այս թեմայով ես ըստ ումա բավարար պատասխանեցի։ Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք այս պահին չխոսեք, այսինքն ես նկատների Թուրքիայի հետ կա պայմանավորվածություն, որ չէ, մի րոպե լսեք մինչև այդ, որ սահմանը որ օրը բացի, հենց այդ օրը միաժամանակ անեք հայտարարություն։ Չէ, նման տեխնիկական քննարկում չի եղել։ Իսկ ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ Թուրքիայից ամեն դեպքում շարունակում են կապել երկու process-ները, հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորումը, հայ-թուրքական, եթե շարունակում են նշանակել, որ ամեն դեպքում վերջնական բացումը հայ-թուրքական սահմանի զուգորդվելու է հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորումը։ Այդ առումով եւս մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են, բայց բնականաբար քանի որ նույն տարածաշրջանում են, կարող են փոխազդել միմյանց վրա եւ մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթաց է, ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաեւ կօգնի եւ նոր ազդակ կտա։ Բացի դա, չենք կարող նաեւ չնկատել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա,
օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը եւ այսպես շարունակ եւ ընդհանուր առմամբ կարծում եմ գործընթացները բոլորը դրական ուղղությամբ են գնում եւ որոշ արդյունքներ արդեն տեսնում ենք եւ որոշ արդյունքներ կտեսնենք։ Իսկ դա նպաստեց պարոն Ռուբինյան, որ Թուրքիան սկսի քայլեր անել, այսինքն հայ-ադրբեջանական կարգավորումը նպաստեց, որ թուրքական կողմն էլ սկսի տեղից շարժել են process-ը, որ արդեն 3 տարի չեմ կարող ասել, կարևորն այն է, որ ամեն ինչ առաջ շարժվում է։ Բայց շարունակում են Թրիպոլ Զանգեզուրի միջանցք անվանել Դրանք շարունակելով Իրանում տեղի ունեցող գործընթացների ո՞ր սցենարի դեպքում կարող է Իրանում հիմա տեղի ունեցողի հետ կապված ո՞ր սցենարի դեպքում ձեր այդ բոլոր ծրագրերին կսպառնա եւ առհասարակ Հայաստանի անվտանգության կսպառնա։ Իրանի հետ գործընթացների հետ կապված գիտեք, որ մեզ պետք է մեզ հետաքրված ենք, որպեսզի Իրանում իրավիճակը կայուն լինի եւ հույս ունենք այդպես էլ կլինի եւ այդպես էլ կա, իսկ մեր այսինքն ծրագրերի հետ կապված որևէ դեպքն էլ որևէ սպառնալիք չի լինի։ Պարոն Ռուբինյան, Իրանի եկնողու հետ կապված, քանի որ շատ է խոսում երրորդ երկրների հետաքրքրվածության մասին, որ ասում են տարբեր երկրներից ազդակներ, այս բանի նկատում եք օրինակ Ռուսաստանը կամ Թուրքիան ինչ մակարդակով են հետաքրքրվածություն ձեռք բերում, հետաքրքրվածությունը ինչ իմաստով լինել։ Դե որպես մասնակից, որպես Եթե նկատի ունեք բիզնես պրոյեկտի մասնակից, նման քննարկում չկա, որովհետև տեսել եք օրերս հրապարակվել է նաև փաստաթուղթը, թե ինչ սկզբունքներով է ստեղծվելու TRIP ընկերությունը եւ հիշեցնեմ TRIP ընկերությունը հայ-ամերիկյան ընկերություն է, ոչ հայ-ամերիկյա եւ այլ ինչ որ երկրյան եւ այս առումով այլ երկրի մասնակցություն չի նախատեսվում, բայց եթե խոսում ենք ավելի լայն TRIP ծրագրից օգուտներ քաղելու վերաբերյալ, այստեղ իհարկե օգուտներ քաղելու է եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, եւ Վրաստանը, եւ Իրանը, եւ Ռուսաստանը, եւ միջինասիական երկրները, եւ եվրոպական երկրները եւ այսպես շարունակ։ Այսինքն տարբերակ ենք մասնակցություն բիզնես պրոյեկտում, նման բան չի նախատեսվում եւ TRIP-ի արդյունքում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում օգուտներ հարևան երկրների համար միանշանակ եւ այստեղ նաեւ ուղիղ կապ կա այն իմաստով, որ TRIP-ի գործարկման արդյունքում եւ ապաշրջափակման օրինակ Հայաստանը երկաթգծային կապ է ստանում Իրանի հետ, Հայաստանը երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ, Ռուսաստանը Թուրքիայի հետ եւ այսպես շարունակ։ Վրաստանը երկաթգծի հետ չեմ լսում։ Եկեք սենց անենք, եկեք ներողություն մի վարքյան։ Եկեք սենց գնանք, էլի։ Ձեր լավատեսությունը պարոն Ռուբինյան չի կիսում դիվանագետ արտաքին գործերի նախարար պարոն Վարդան Օսկանյանը օրերս նա Facebook ժանգրահարմամբ անդրադարձել է նախագծին եւ այդտեղ վերստին միջանցք է տեսել եւ այսպեսի նկատառում են հայտնել, այս միջանցքը Հայաստանի իսկ մեծ հաշվով նաեւ ԱՄՆ-ին ոչինչ չի տալու։ Դրա մեջ միակ շահագրգռվածները Ադրբեջանն ու Թուրքիան են։ Լավ կարելի է գոնե նման գործարքին համաձայնվելիս առնվազն 50+% մասնաբաժին ստանալ։ 26%-ը այն ողորմելի կրճոնն է, որ կտային նույնիսկ բացարձակ համր բանակցություն։ Շատ լավ, ստեղ երկու հարց ունեմ։ Նախ երկու մասի, հա, բաժանենք երկու բան նշեցիք, մեկը տոկոսի մասին, մյուսը միջանցքի մասին։ Միջանցքի մասով ես կարծում եմ ցանկացած կարդալ իմացող մարդ, իսկ պարոն Օսկանյանը հուսով եմ կարդալ գիտի, կարող է կարդալ հրապարակված փաստաթուղթը, որտեղ միջանցք, այսինքն դա փաստաթուղթ է այն մասին, որ միջանցք չի լինելու։ Հիշեցնեմ, էլի, ինչի մասին են եղել մտահոգությունները այս վերջի 5 տարվա ընթացքում։ Հիմնական 3 թեմայի շուրջ՝ անվտանգություն, արդյոք ով է պահելու անվտանգություն եւ նաեւ երրորդ երկրներ, հա, անվտանգություն եւ երրորդ երկրներ։ Չէ, արդյոք անվտանգությունը պահելու է երկիր թե ոչ, ընթացակարգեր արդյոք լինելու են համապատասխան անցագրային եւ մաքսային ընթացակարգեր եւ հայ սահմանապահներ լինելու են թե չէ լինելու։ Կհամաձայնեք, որ հիմնական մեզ 3 անհանգստությունն է հնչել։ Այս փաստաթղթով հրապարակված փաստաթղթով հստակ սևով սպիտակին գրված է, որ անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան մարմինները, սևով սպիտակին գրված է, որ համապատասխան անձնագրային եւ մաքսային ընթացակարգեր լինելու են, սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները եւ այլ
համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները ֆիզիկապես ներկա են լինելու համապատասխան անցագրային եւ մաքսային տեղերում։ Մի ընդհատեք էլի թողեք ավարտեմ։ Հետեւա ու մի 1000 անգամ գրված է, որ ամեն ինչ տեղի ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրազեկազորության շրջանակներում հատկապես կասկածամիտների համար գրված է, որ ինքնիշխան ֆունկցիաները չեն արտապատվիրակվելու եւ այսպես շարունակ։ Այսինքն բաց փաստաթղթը բոլորը կարող են կարդալ։ Հետեւաբար անհնար է այստեղ միջանց տեսնել։ Հաջորդը, երբ որ ասում է ինչի 50 գոնե 50% հա վերցնի, բայց իրանք երբ որ գույք պարտքի դիմաց մեր ռազմավարական օբյեկտները հանձնում էին այլ պետության, ինչ են 100%-ը հանձնել։ Կարող բացատրել, ինչ են 100%-ը հանձնել։ Մի վարքյան։ Իսկ իրականում եկեք տարբերակենք, էլի։ Ինքնիշխանությունը եւ ինչ որ ընկերության մեջ պետական մասնակցության տոկոսը որևէ կերպ իրար հետ չեն հատվում։ Տեսականորեն TRIP-ը կարող է 100%-ը ամերիկյան լիներ։ Տեսականորեն դրանից մեր ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որպես կերպ չէր դուժելու։ Այլ օրինակ ձեզ բերեմ, օրինակ նայեք։ ԶՊՄԿ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հիմա մեր կառավարության օրոք Հայաստան պետությունը, Հայաստանի կառավարությունը փայ է ձեռք բերել ԶՊՄԿ-ում։ Չեմ հիշում քանի տոկոս է, ինչ որ բայց մի քանի տարի առաջ Հայաստանը 0% փայ ուներ ԶՊՄԿ-ի մեջ, բայց դա չի նշանակում, չէ՞ որ ԶՊՄԿ-ն հայկական չէր, այսինքն ինքը մեկը օտարերկրյա կապիտալով, հա, օտարերկրյա ինչ որ ընկերության նպատկանող կոմբինատ էր, որը մեկը գործում էր Հայաստանում, Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում, Հայաստանի օրենքներով հարկերը մուծում էր Հայաստանին։ Ու տենց հազարատ ընկերություն կա Հայաստանում։ 1000 հատ, բառից բուն իմաստով 1000 հատ ընկերություն կա եւ 2000-3000 հատ։ Հետեւաբար տոկոսի հարաբերակցությունը ընդհանրապես տեղ կապ չունի։ Հաջորդը ինչի է Հայաստանը 26% ունենալու ԱՄՆ-ն 74, որտեղ ներդրումներ է անելու ԱՄՆ-ն։ Այսինքն, բայց ինչ է ստացվում, հերիք չի մենք այդ TRIP ընկերությունից հարկեր ենք ստանալու, ինչպես ցանկացած այլ ընկերությունից Հայաստանում գործող։ Այսինքն իր բարձր հարկեր, турքեր եւ այլն ստանում։ Բացի դրանից նաեւ մենք բիզնես շահույթի մի մասն ենք ստանալու, ինչը շատ լավ է։ Պարոն Օսկանյանը ասում են պարոն Օսկանյանի օրոք մեր Հայաստանում ռազմավարական օբյեկտների մի մեծ մաս հանձնվել է այլ պետության 100%-ով, թող հեքիաթներ չպատնեն։ Պարոն Ռուբինյան, հստակեցում այս հարցի հետ կապված, արդյոք մաքսային ծառայողներին տեսնելու է ադրբեջանցին, այ դա է ասում։ Ախր այդ հարցը գոյություն չպետք է ունենա փաստաթղթի հրապարակումից հետո։ Սրանից հստակ ոնց ասեմ, փաստաթուղթը բացեք, չեմ հիշում որ մասն է, գրված է, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ֆիզիկական ներկայություն են ունենալու բան անցակետային եւ մի վարքյաններ բան անձնագրային եւ մաքսային կետերում վերջ բայց միջև այդ հա խնդրեմ հա միջև մեր այս փաստաթղթի նշվում է որ նաեւ լինելու են այլ գրասենյակ այլ գրասենյակ չէ Ժորժ ջան front office back office-ը նորմալ է նախ գրած չի ոչ հայ գրած է երրորդ կողմի օպերատոր ավտոմատ չի նշանակում ոչ հայ կարող է լինել ոչ հայ բայց դա ընդունված ընդհանցակարգ աշխարհում ասենք նույն Զվարթնոց օդանավակայանում էլ չէ երբ որ օրինակ դուք արդեն մոտենում եք օդանավ մտնելուն ոչ թե բան հայ սահմանապահն է ձեր պասպորտը նայում է վերջում բանի հետ boarding pass-ի հետ չէ այլ ավիաընկերության ներկայացուցիչ է հիմա նույն ձևել այս դեպքում trip-ա լինելու ինչ որ ժամանակ է լինելու, որ ֆասիլիտացնելու են, բայց այդ front office-ի ներկայացուցիչները չեն որոշելու, իրանք զուտ ֆասիլիտացնելու են, ինչպես Զվարթնոց օդանավակայանում, մի վարքան միայն, բայց միևնույն ժամանակ սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները ֆիզիկապես ներկա են լինելու բոլոր համապատասխան տեղերով, ասեմ ավելին, նաև գրված է, որ ստուգումների ֆունկցիան պայելու են սահմանապահները։ Մի վարքան բառով հերթով էլի ոնց է ասում։ Անվտանգային ստուգումների նկատմամբ։ Պարոն Ռուբինյան, այս շրջանակային փաստաթղթի համաձայնությունից հետո էլ Միացյալ Նահանգներում Թուրքիայում հայտարարեցին էլի էս TRIP-ը անվանեցին Զանգեզուրի միջանցք,
հետո ասացին, որ Ադրբեջանին պիտի որոշումները, այսպես ասած, սրտամոտ լինեն։ Հիմա ուզում եմ հարցնել, այդ առաջընթացի մասին ենք խոսում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հայ-թուրքական հարաբերություններում։ Հիմա այս տեսակ հայտարարությունները մի տեսակ ապակառուցողական մթնոլորտ չեն ստեղծում, եթե դուք Միջանցքի թեման փակում եք։ Դե Միջանցքի թեման փակված է, չկա Միջանցքի թեմա, մեր տարածքում էլ Զանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, մենք չգիտենք այդ Զանգեզուրն ինչա, Զանգեզուրի Միջանցքն ինչա, մեր տարածքում թրիփ նախագիծն է գործելու այլ բան չկա։ Հարցը կա, այդ ընկերությունը, որ ստեղծվում է 75% ունի, չէ՞, որևէ ընկերության մեջ 75%-ին չի կարող վերահսկել, 74%-ին չի կարող վերահսկել 26% ունեցողը։ Լավ հարց եք տալիս, ներողություն, հարցը հասկանալի է, լավ հարց եք տալիս, տեսեք։ Նախ էլի առանձնացնենք էլի երկու բան, ընկերության մեջի փայատերեր եւ ընկերություն-պետություն հարաբերություններ։ Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց մեջ Հայաստանի Հանրապետությունը ունի 0% փայ, 0%։ Բայց դա չի նշանակում, որ պետությունը այդ ընկերությանը չի վերահսկում, որովհետեւ այդ ընկերությունը, եթե Հայաստանում ռեզիդենտ ընկերություն է, ինքը համապատասխան փաստաթղթերով գրանցված է, ինքը հարկերամուծում, ինքը ենթարկվում է Հայաստանի օրենքներին, ինքը գործում է ըստ Հայաստանի օրենսդրության, իրավազորության շրջանակներում, նույնիսկ եթե Հայաստանը ունի 0% փայետ է, հաջորդը Ինչպես հեծներ ու բայց օրինակը կարողանաք վերցնել ինչպես հեծը վերցրեցիք։ Բայց ինչ վերցնել։ Չէ, օրինակ եմ ասում, բայց ես միտքս ավարտեմ նոր էլի։ Ոչ միայն ինչպես հեծներ, ինչպես հեծներ, ասենք Հարավկովկասյան երկաթուղիները, նույն ԶՊՄԿ-ն մինչև այն պահ, երբ որ մենք փայ ունեցանք, չգիտեմ, էլի կան 1000 Այսինքն եւ օտարերկրյա կապիտալով տալով եւ ոչ օտարերկրյա կապիտալով հազարավոր ընկերություններ կան Հայաստանում, որտեղ երկիրը չունի փայ, բայց պետությունը իր կարգավորիչ դերը բնականաբար տանում է։ Սա այսինքն անկախ ամեն ինչից այնտեղ 26% է, թե ինչ է, մեկը պետությունը իր կարգավորիչ դերը ունի, հաջորդը։ Բացի դրանից կա արդեն բիզնես կառավարում։ Այդ բիզնես կառավարման մեջ արդեն Քանի որ Հայաստանը կառավարություն ունենալու է 26%, ինքը բիզնես կառավարման մեջ էլ արդեն իր ասելիքը ունի։ Ոչ թե ինքնիշխանությանը վերաբերող, այլ բիզնես կառավարման։ Բացի դրանից ֆիքսված է, որ հատկապես կարևոր հարցերում դրանք պայմանագրում արդեն առանձնացված կլինեն որպես հատուկ կարևորության հարցեր։ Այդ դեպքում նույնիսկ այդ 26% փայ ունենալու դեպքում բիզնես որոշումներ կայացնելու հարցում, բայց այն բիզնես որոշումներ, որոնք ինչ որ առնչություն ունենալու են Հայաստանի ինքնիշխանության շահերին, ասենք։ Օրինակ դա անհնար է առանց այդ 26% ունեցող փայատերի, այսինքն Հայաստանը։ Նույնիսկ եթե ինքը մենակ 26% ունի, այդ բոլոր հարցերում ինքը ունի, այսպես ասած, վետոյի իրավունք։ Այսինքն առանց իր համաձայնության, առանց մեր համաձայնության դա տեղի չունի։ Դա ֆիքսվել է փաստաթղթով որևէ պարոն Ռուբինյան, որ Հայաստանը ունենալու է։ Բա գրված է, չէ։ Պարոն Ռուբինյան, հրապարակված փաստաթղթում կարևոր հարցերում դա հրապարակված փաստաթղթում գրված է։ Իսկ ինչ վերաբերում է հեծին, հեծը նկատնում այստեղ էլ որ Չէ, բայց հեծի դեպքում դեռ ռազմավարական ինքը նշանակության բան է, ինչ ասեմ, ենթակառուցված կա, դեռ ինչ այլ հարցեր։ Չեմ կարծում, որ այստեղ այդպիսի հարց Ռուբինյան, ռուսական կողմի հետ կապված Փաշինյանն էլ ասեց, որ երկաթգծի կառուցման այդ հատվածը ասել են, որ ողջամիտ ջանքերում այն հատվածը, որը այո, այդ հատվածը ասել եք, որ ողջամիտ ջանքերում պետք է Եվ ախորիկ Այո, ուզում եմ պարզապես որոշումը հասկանամ, կա արդյոք ռուսական կողմից դուք պատասխան եք սպասում Հայաստանի իշխանության, կա որ պատասխան որ իրեն կառուցելու են, թե մենք ենք ամեն դեպքում կամ Եթե չեմ սխալվում, մի երկու օր առաջ էր վարչապետ Փաշինյանի հետ ճեպազրույցում ես հարցը տվել եք եւ նաեւ ասաց, որ սպասում ենք, որ հնարավորինս արագ սպասում ենք պատասխան։ Այս մի քանի օրվա մեջ ես նորություն չունեմ։ Եթե հայկական կողմը ներդրումներ անի, դա կնշանակի արդյոք, որ կառավարումը ռուսական ընկերությունից վերցնում է Հայաստանը Չեմ կարող ասել, չգիտեմ։ Այսինքն որտեվ ես այդ թեմայի մեջ խորացած չեմ, էլի։ Շարունակելով Ադրբեջանահայ նախարար Հական Ֆիդանը ասում, որ Փառք Աստծո տեսնում ենք, որ Զանգեզուրի Միջանցքի կյանքի կոչվել է նաև Ադրբեջանի ուզածով է։ Դե նոր պատասխանեցի։ Ինչպես ասել ենք, այն կարևոր է Միջին Միջանցքի համար եւ ասում է, որ տեխնիկական մի քանի հարցեր։ Նոր պատասխանեցի ըստ էության հարցին, բայց նորից ասեմ, էլի։ Նախ խոսքը թրիփի մասին է, եթե չեմ սխալվում, Թուրքիայի արտգործնախարարը ինքն է ասել, որ մենք թրիփ ենք անվանում, եւ ճիշտ է ասել, եւ ընդհանրապես բոլորը պիտի թրիփ անվանեն, որովհետեւ ես կարծում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը
այս պատմական պայմանավորվածության մեջ ահռելի է եւ ճիշտ կլինի, որպեսզի բոլորը տուրք տան ԱՄՆ նախագահին, այդ թվում հիշատակելով իր անունը այս նախագծի մեջ, որը մի վարքյան ոչ միայն Ադրբեջանի ուզածով ալնում, այս նախագծի լավ որն է, որ սա Հայաստանի ուզածով է, Ադրբեջանի ուզածով է, բոլոր հարևանների ուզածով է, որովհետև պարզ է, որ եթե բոլոր ենթակառուցվածքները ապաշրջափակվում են, դա ձեռք է տալիս եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ բոլոր հարևաններին։ Մենք նկատի ունեն Ադրբեջանի ուզածով այն, որ Հայաստանը չվերահսկի։ Բայց ինչ գիտեք, բայց դուք ինչ գիտեք, որ բայց դուք կարող եք, չէ՞, բացել, բայց դուք կարող եք, չէ՞, բացել փաստաթուղթը կարդալ եւ հասկանալ, որ Հայաստանը չի տալիս կարող է տարընթերցումա տալիս նրանց մոտ ովքեր ուզում են որ տարընթերցում լինի, բայց որևէ տարընթերցում չկա։ Մի վարքյան։ Ախր հատուկ ձեր համար մի 46 անգամ այդ փաստաթղթի մեջ գրած է որ Հայաստանն է վերահսկում իր տարածքը, Հայաստանի ինքնիշխ դե վերջը ինչ է։ Հետևաբար կա թուղթ, կարդացեք, պատասխանը կա, պետք չի, այլ բաներ հնարավոր։ Թուրք-ադրբեջանական թեմատիկան շարունակելով, պարոն Ռուբինյան, ձեր խորհրդանական գործընկերները Հայաստան խմբակցության մարզում եւ այդտեղ իրենց պոտենցիալ ընտրողների հետ հանդիպանք ձեր գործընկեր պարոն Լևոն Քոչյանն այսպիսի միտք է արտահայտել կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը կվերցնի ձեռքը նկատի ունենալի խորհրդանական ընտրություններում այս կամ այն ուժին քվեարկելով կամ այն կտնօրինի Թուրքիան եւ Ադրբեջանը ձեր մեծ հավանությունը դե բան է ինչ դասական մանիպուլյացիոն հայտարարություն է, ուրիշ ինչ պիտի ասեն, այդ մարդիկ չհասկացան, որ անընդհատ իրանց խոսույթի 90%-ը թուրք-ադրբեջանական է։ Նկատել եք, ոչ մի քաղաքական խոսք չկա, կան թուրք-ադրբեջանական թրքամոլ, թրքահաճո, ադրբեջանամետ, ազգադավ, էս է իրանց խոսույթը եւ իրանք ոնց նախորդ անգամ հաջողության չհասան, այս անգամ էլ հաջողության չեն հասնի, բայց մի բան ասեմ, էլի։ Տեսա ես այդ ձեր նշած տեսանյութում տեսա որ մի քաղաքացի ինչ էր ասում, իրենց ասում էր ամենակարևորն այն է, որ մենք հպարտությունը մեր կորցրել ենք, ուզում ենք վերականգնենք, ասում եմ ես օրինակ արտասահմանում եմ ապրում։ Այնտեղ հանդիպում ենք ուրիշներին, այն ժամանակ հպարտությամբ էինք ասում, որ հայ ենք, հիմա բավարար հպարտ չեն։ Ես դեռ խորացա, որտեղ մենակ այդ անգամ չի, էլի շատ եմ լսել մամուլով, հենց այդ խոսույթը, որ մենք Սփյուռքում այն ժամանակ արժանապատիվ էինք, հիմա արժանապատիվ չենք։ Մի հատ հարց տամ, էլի սիրելիներս, ձեզ չեմ տալիս, էլի իրանց եմ տալիս, ովքեր որ դա ասում են։ Եթե դուք հպարտ եք, որ հայ եք, ի՞նչ եք արտագաղթել Հայաստանից։ Կարող է։ Չէ, այո, բայց նկատի ունեմ, կարող է պետքա հպարտ լինել, կարող է ավելի մեծ հպարտություն է Հայաստանում ապրել, ես չեմ ասում որ իրանք են մեղավոր արտագաղթել են, պարզ ասենք սոցիալական խնդիրներ, չէ, կոնկրետ այդ մարդը Գեղարքունիքի մարզից էր, խոսքը հին Սփյուռքի մասին չի, այսինքն պարզ է, չէ, ասենք բանա, խնդիրներ են եղել, տնտեսական, սոցիալական, արդարության հետ կապված, հազար բան կարա լինի, բայց ինքնին դա նշանակում է պրոբլեմա չէ եղել Հայաստանում։ Այսինքն կոնֆլիկտից, նկատի ունեմ ոչ թե բառից բուն իմաստով կոնֆլիկտից, այլ չեն ուզեցել ասենք, չգիտեմ, իրանց որդիները զոհեն եւ այլն։ Բայց կարող է ավելի մեծ հպարտություն լինել հայ ապրել խաղաղ Հայաստանում, քան լինել հայ, որը ստիպված է արտագաղթել, ու մի հատ էլ այնտեղ ինքը ասի, այ ինչի պատերազմում մենք պարտվեցինք, որ ես ինձ հպարտ չզգամ։ Իսկ կարող է պետքա մնալ ապրել Հայաստանում եւ շինացնել Հայաստանը եւ ապրել խաղաղության մեջ, ու կարող է իրական հպարտությունը խաղաղ Հայաստանում ապրելն է։ Պարոն Ռուբինյան, մեկ այլ ընդդիմադիր ուժ կներես, ասում եք, տեսեք դուք ասում եք պայմանները, իրանք էլ ասում են, եթե մենք վարչապետ ունենանք, անկիշխանության, 1 դրամ կստանանք, փոքր բիզնես, չէ, մեր ձևով վարչապետը երբ ա եղել, որ մի հատ Սիրելիներ, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Սամվել Կարապետյանի հարազատ եղբայրը եւ հետեւաբար Սարմեն Կարապետյանի եղբորորդու հարազատ հայրը 2008 թվականի մարտի 1-ին եղել է հանրապետական խմբակցության ղեկավարը։ Դրանից մի քանի ամիս հետո էլ նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը։ Հետևաբար, մի վարքյան, հետևաբար իրանց տեսան, օրինակ հիմա ինձ ասում եք դուք ունեք, ինձ կասեք, չէ, պարոն Ռուբինյան, դուք ունեք վարչապետ։ Եվ ճիշտ կանեք, որտեղ ես քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ եմ, կուսակցության անդամ եմ եւ վարչապետն էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից է։ Հիմա նույն ձև հանրապետական խմբակցության ղեկավարը
կարելի է չի ասել, որ այդ ժամանակվա վարչապետը իր վարչապետն է եղել, նախագահները իրենց նախագահն եղել։ Հետո թող հեքիաթներ չպատմեն, այդ ժամանակ վարչապետը 1 դրամ աշխատավարձ է ստացել, հա։ Այդ ժամանակ ով էր վարչապետը, եթե չեմ սխալվում, Տիգրան Սարգսյանն էր, հա, Տիգրան Սարգսյանը, թե Տիգրան Սարգսյանը, հա, Տիգրան Սարգսյանը իշխանության է եղել այդ մարդը 2008-ից 18, ճիշտ է, 2008-ից 18 եղել է Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան, իրանցից ով է 1 դրամ աշխատավարձ ստացել, թող ասեն, հաջորդը ասացին հաջորդը ես հավատում եմ, որ օրինակ Հովիկ Աբրահամյանը կարող էր եւ 1 դրամ աշխատավարձ ստանալ։ Գիտեք ինչի։ Որտեվ Հովիկ Աբրահամյանը շատ հաջողակ բիզնեսմեն էր, որը լոլիկ աճացնելով դառնում էր միլիարդատեր։ Չգիտես ոնց է ստացվում, որ իրանց օրոք բոլոր վարչապետերը ով ունեցել են կամ մեծ մասը։ Առնվազն Կարեն Կարապետյանը եւ Հովիկ Աբրահամյանը։ Երկուսն էլ մանումենտում տուն ունեն։ Այսինքն իրաց պատկերացրած է դա, որ պետք է գա վարչապետ, որին տան 1 դրամ աշխատավարձ, բայց մանումենտում տուն ունեն, հա։ Մի վարքան էլի հեշտությամբ չի վաճառվել, մի պետ չի խելացել։ Հա, դա իրաց պատկերացրած է։ Հաջորդը, այդ վարչապետը ոնց է ապրել։ Այսինքն 1 դրամ աշխատավարձով ոնց է ապրել, ուտելիք ոնց է առնելու։ Ենթադրում եմ, որ կասեն, որ այսինքն երկու ձև կա։ Պետք է ինքը բիզնեսմեն լինի, որը փող ունի, հարուստ մարդ է։ Սա ավտոմատ նշանակում է, որ իրանք ասում են, որ Հայաստանի վարչապետ երբևէ կարող է լինել միայն հարուստ մարդ։ Այսինքն միայն օլիգարխը կարող է վարչապետ լինի։ Հաջորդը, եթե հարուստ չի, ուրեմն իրենց սեյվով փող են տալու, ծրարով փող են տալու։ Դուք գիտեք, չէ՞, որ 18 թվականի հեղափոխությունից առաջ պետական համակարգի մի մեծ հատվածին պաշտոնյաներին բարձր ծրարով փող են տվել։ Պատգամավորներին ծրարով փող են տվել, ոչ միայն հանրապետականի դես։ Ով է դատվել ձեր իշխանության օրերին դրա համար, պարոն Ռուբինյան։ Մեր իշխանության օրերին տարբեր բաների համար տարբեր մարդիկ դատվել, չգիտեմ, դա պետք է այդ հարցին հաղորդում եք հիմա դա։ Դե ես ասում եմ այն ինչ եղել է, ես գիտեմ որ դա եղել է եւ ես հույս ունեմ որ դա կբացահայտվի։ Չէ, ես գիտեմ որ մարդիկ փող են ստացել ծրարով։ Չեմ կարող ասել այ այս ինչը ստացել, բայց ես գիտեմ որ դա եղել է ու բոլորը գիտեն։ Դուք եք գիտեք որ եղել է։ Պարոն Ռուբինյան, հարց է տալիս շուտ։ Պարոն Ռուբինյան, տեսեք, այս պարգևավճարների թեմայով ասում են օրինակ ազգային ժողովի նախագահ, ասում են պետական կառույցից կթողնեն, կգնան մասնավորում կաշխատեն, որովհետեւ այնտեղ բարձր աշխատավարձ է։ Հիմա ձեզ որ մասնավոր ընկերությունում 5-6 միլիոն դրամով օրինակ աշխատանքի կընտրեն։ Բայց ես 5-6 միլիոն դրամ չեմ ստանում։ Չէ, դա լավ, 3 միլիոնով ոչ 3 միլիոն եմ ստանում։ Չէ, պարգևավճար։ Չէ, բայց դուք ես ամսական 3 միլիոն աշխատավարձ եմ։ Չէ, պարգևավճարի մասին խոսքը։ Չէ, բա ասում եք որ ընկերությունում 6 միլիոնով կընդունեն։ Ընդհանրապես պատահական թիվ եմ ասում։ Պատահական թիվ չի ասել։ Լավ, 3 միլիոն դեկտեմբերի մի րոպե։ Վիվայկյան էլի, Վիվայկյան։ Հարցս հետևյալն է, դեկտեմբերին ստացած պարգևավճարի չափով, որը ըստ մամուլի 3 միլիոն է։ Ձեզ ո՞ր մասնավոր ընկերությունում կվերցնեն աշխատանք։ Նկատի ունեք որ այդքան պարգևավճար տան։ Չէ, որ բայց ախր հիմա դուք դասական մանիպուլյացիա եք դուք փորձում եք տպավորություն ստեղծել մարդկանց մոտ, որ ես ամսական 3 միլիոն աշխատավարձ եմ ստանում, բայց ես չէ, որտեղ ասում եմ դեկտեմբերին հիմա ավելի ճիշտ առանց մանիպուլյացիայի ձևակերպ։ Իվարկյան էլի, առանց մանիպուլյացիայի։ Կթողեք ավարտեն։ Չէ, որտեղ սխալ եք։ Կթողեք նախադասությունս ավարտեն։ Կթողեք նախադասությունս ավարտեն։ Հիմա առանց մանիպուլյացիա չեմ մանիպուլացնում, բան Ռուբինյան։ Գնամ ես։ Այսինքն հարցը հնատական է տալիս։ Հիմա առանց մանիպուլյացիա։ Կներեք, ես չեմ մանիպուլացել, ես դեկտեմբերի